Մանկապարտեզ Պրոշյան գյուղում ուրախ ենք, որ ամեն անգամ, երբ մենք այցելում ենք տարբեր գյուղեր եւ քաղաքներ, մենք տեսնում ենք ինչքան աշխատանք ա կատարված եւ այս դրությամբ ահագին գյուղերում մենք արդեն նկարեցինք սյուժեներ, որտեղ շարունակում են աշխատանքները։ Ասեմ, որ Պրոշյան գյուղում անցած տարի մենք նկարել ենք սյուժեներ, բայց ուրախ եմ, որ այս անգամ մենք արդեն այցելեցինք, որպեսզի մանկապարտեզը նկարենք եւ հիշեցնեմ մեր հետևորդներին, որ ահագին մարդիկ, այսպես ասած, թողնում են կոմենտներ եւ հարցեր են տալիս Պրոշյան գյուղի մասին, Զովունի գյուղի մասին եւ այլն եւ ամեն անգամ ասում են մեր գյուղերը չեք նկարում, չեք գալիս։ Իրականում ասեմ, որ մի կողմից շատ մոտիկ է Երևանից, հա, բայց մյուս կողմից մեզ չի եղել հնարավորություն նկարենք, հիմա ունենք այդ հնարավորությունը եւ նաեւ շնորհակալ ենք մարզպետարանին, բայց այս 7 տարում մեծ աշխատանք է չի արված, պետք չի սպասել, որ մենակ մենք նկարենք, դուք էլ դա արեք եւ մենք միասին կարանք ավելի շատ անենք։ Երբ ես դա մենակ եմ անում, դա լավ է, բայց երբ մենք միտեղ ենք անում ինչ-որ մի բան, դա ավելի լավ կստացվի։ Շնորհակալություն ուշադրության համար եւ ես շատ ուրախ եմ, երբ հնարավորություն ունեմ սենց լավ բաների մասին խոսամ։ Բոլորին բարի առավոտ, բարի երեկո, ես հիշեցնեմ, որ մենք Կոտայքի մարզում ենք գտնվում, բուժական գյուղն է եւ մենք տեսնում ենք ինչ հրաշալի մի հատ նոր մանկապարտեզ են կառուցել այս գյուղացիների համար, ասեմ, որ մոտավորապես վերջի 15-20 տարին խոսում են դրա մասին, որ մանկապարտեզ չկա եւ մեր երեխաները չունեն հնարավորություն լավ մանկապարտեզ այցելեն եւ բոլորս գիտեք, որ արժանի են մեր գյուղերի բնակիչները ունենան այն, ինչ ունենք օրինակ մեծ քաղաքներում, այնպես չի, որ Երևանում կամ մնացած 32 քաղաքում ամեն ինչ հոյակապ է եղել մինչև 2018 թվականը, բայց այս վերջի 7 տարին այն բոլոր օբյեկտները, որ արդեն կառուցվել է, վերանորոգվել է եւ կառուցվելու է, դա ահռելի մեծ աշխատանք է հանուն դրան, որ մեր Հայաստանը, մեր հայրենիքը լինի փայլուն եւ վստահ եմ, որ մեզ ունեք հզոր ապագա, բայց եկեք չմոռանանք, որ բոլորս պետք է աշխատենք դրա վրա, նենց չի, որ մենք սյուժեներ ենք նայում, տեսնում եք ստեղ կամ մյուս տեղ ինչ-որ օբյեկտ են կառուցել եւ ամեն ինչ լավ է լինելու, չէ, բոլորս պետք է աշխատենք դրա վրա, որ մենք մինտեղ կարողանանք ավելի շատ բան կառուցենք, դրա համար պետք է հարկեր վճարեք, մեր ընկեր Էրիկ Կրոյանը Լորի մարզից էլ է դրա մասին խոսում, ոչ թե դրա համար, որ նույն բանը կրկնում է, բայց իսկապես դա շատ կարևոր է։ Այնպես որ եթե ամեն սյուժեում դուք լսում եք ինձնից այդ նախադասությունը, մի զարմացեք, քանի որ այո, առանց գումար, առանց ֆինանսներ մենք չենք կարա կառուցենք Հայաստանը։ Մինչ նոր հանդիպում եւ հույսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ դրա մեջ։ Արա գյուղում եք գտնվում, Կոտայքի մարզն է, վերանորոգել են այս մանկապարտեզը, որը մոտավորապես 20 տարի ոչ մեկ չի վերանորոգել եւ սա շատ կարեւոր իրադարձություն է այս գյուղի համար, քանի որ տեսեք գյուղում փաստորեն մարդիկ մտածում են, որ պետք է լինի լավ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, նենցա որ սա շատ կարեւոր է, ընդհանրապես բոլորի համար է կարեւոր, բայց մանավանդ գյուղացիների համար եւ ես վստահ եմ, որ այս ծրագիրը, որը կառավարությունը իրականացնում արդեն 7 տարի, վստահ եմ, որ համաձայն են այդ բոլոր մեր հետևորդները, մանավանդ այն մարդիկ, ովքեր վերջի 10 տարին, վերջի 20 տարին չեն եղել Հայաստանում, եւ հիշում են Հայաստանը երևի Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից ավերակ վիճակում։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ 7 տարի այո, մենք ամեն ինչ վերականգնում ենք, կառուցում ենք, բայց տեսեք, այնքան վատ էր Հայաստանի իրավիճակը, որ փաստորեն զրոյից է այս աշխատանքը գնում, եւ այո, մենք հասկանում ենք, որ ֆինանսներ է պետք բոլոր հարցերը լուծելու համար, եւ նաեւ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է աշխատենք, որ այդ հարկերը մուծենք եւ պետությունը կարողանա կառուցի նաեւ այս գյուղում նոր օբյեկտներ։ Ես հույսով եմ, որ դուք ինձ հետ միասին ուրախանում եք։ Առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետին եւ մարզպետարանին, ովքեր մեզ օգնում են նկարանել Կոտայքի մարզում այս սյուժեները։ Իմիջիայլոց ասեմ, որ հունվար ամսում մենք համարյա 80 սյուժե ենք ցույց տալիս,
երևի 50%-ը այդ սյուժեների ավելացել է, քանի որ մեր հետևորդներն են աջակցում մեզ։ Եվ նաև նշեմ, որ շատ կարևոր է, որ 1 րոպեանոց ռիլսերը դուք տեղադրում եք ձեր կայքերում, ստորիսներում եւ կիսվեք այն վիդեոներով, որը դուք տեսնում եք Կոտայքի մարզի։ Всем большой привет. Если вы смотрите утром, доброе утро, если днем, добрый день, в зависимости от того, в какой стране и в каком городе. Друзья, это Котайская область, село Нордюг. Посмотрите, какой потрясающий детский сад построен для детишек этого села. Мне даже захотелось тоже стать маленьким и пойти в детский сад. Но тем не менее, мы сегодня это делаем с большим удовольствием уже во взрослой жизни. Говорим, что радуемся за детей, за их родителей. Здесь, в этом селе, очень много чего сделано за эти 7 лет. Постараемся обо всем снять репортажи. Кстати говоря, очень много новых домов строят, новых коттеджей. И вообще здесь жизнь бьет ключом в этом селе. Мы рады, что вместе с губернатором Котайской области сумели составить список объектов, которые будем планомерно снимать и показывать. И, конечно, радовать вас, друзья. Напомню, что вот эта программа 500 школ и детских садов новых, построенных и отремонтированных, она подходит уже к концу, то есть практически весь объем работы выполнен. И теперь будет принята новая программа правительством, потому что мы знаем, да, что у нас 1000 сел и 33 города в Армении, и везде должны быть новые школы и новые детские сады. И это будет сделано, несомненно, но без нашего участия, без нашей финансовой дисциплины все будет намного медленнее. И если мы будем, как я сказал, дисциплинированными и платить налоги, то, конечно, все это можно сделать намного быстрее. Хорошего всем настроения, не мерзните, потому что весна наступает вот совсем скоро, по-моему, осталось там месяц с хвостиком, вот. Но я вообще без куртки, без шарфа, надеюсь, не получу воспаление легких. Вашими молитвами мы сделаем очень много. Всем доброго утра, доброго вечера, в зависимости от того, когда вы смотрите этот сюжет. Село Герашен, детский сад называется Хекят, что в переводе на русский сказка. Абсолютно новая атмосфера, новая аура, благодаря вот этому генеральному ремонту и тем расходам, которые были сделаны для того, чтобы дети наконец-то могли ходить в нормальный детский сад. Я хочу особо отметить, что в Котайской области огромное количество объектов восстановлено и построено. Это и, кстати говоря, новые фабрики, новые заводы и вот вода минеральная, о которой мы рассказывали. Я постараюсь в ближайшее время показать в том числе огромные теплицы, где клубнику выращивают и поставляют в разные страны мира, в том числе в Россию. Но, конечно, садики это стратегически важно, поэтому я сегодня с радостью этот садик тоже решил снять. И поздравить, у меня есть 2 подписчика из села Герашен. Уверен, что они обязательно мне в сторис пошлют добрые комментарии. Նշեմ, որ մենք ուրախ ենք, որ հիմա հնարավորությունն է Կոտայքի մարզում նկարանումներ կատարել, քանի որ ահագին մարդիկ հարցնում են մեր հետևորդները, ինչի չենք մենք նկարում Կոտայքի մարզը, եւ տեսեք, սա մեզնից չի եղել կախված, մանավանդ եթե մենք ուզում ենք տարբեր գյուղերում նկարենք, մեզ օգնություն է պետք, եւ այսօր ես շնորհակալ եմ մարզպետին, որ ինքը աջակցում է, որ մենք արագ կարողանանք նկարենք, մանավանդ որ մոտ երևի 200 թե 300 օբյեկտ կարանք մենք նկարենք մենակ մոտակա ամիսները, բայց տենակ, չնայած որ ձյուն է, էլի մենք չենք լրում, նկարանում ենք, որպեսզի ձեզ ուրախացնենք։ Միշտ նոր հանդիպում։ Впервые за многие десятилетия здесь, в селе Маяковского, Котайской области Армении, сделан генеральный ремонт детского сада, который вы, собственно говоря, и видите. Несмотря на снег и холод, мы продолжаем наши съемки и делаем это с большим, на самом деле, удовольствием. Котайская область стратегически важная область Армении. Здесь очень-очень большое количество людей проживает. И, конечно же, повышение качества жизни – это стратегически важная задача, которую выполняет и общины, и губернатора Котайской области, и правительство. Я еще раз напомню нашим подписчикам, что все программы в Армении, в том числе в Котайской области, по 3 схемам выполняются. Какие-то деньги выделяет только правительство, какие-то деньги только община, а какие-то программы это община и правительство. Несомненно, большую часть денег выделяет правительство на строительство и восстановление тех объектов, которые
повышают качество жизни наших жителей. Уже 7 лет подряд Армения восстанавливается буквально с нуля. До этого она была разграблена, разрушена. И нет никаких сомнений, что мы по сути все восстанавливаем и строим с нуля. И делается это с большой любовью. Почему? Потому что все остальные годы, десятилетия страна по сути наблюдала за тем, как бюджетные деньги грабятся, на эти деньги покупается какое-то имущество в Дубае, какое-то имущество в России. Но, слава богу, в большинстве своем вот эти все схемы прерваны, уничтожены, в том числе частично монополии, большей частью. Я думаю, что мы двигаемся в прекрасное будущее, но для этого надо будет еще очень-очень много сделать, и это мы сделаем вместе с вами. Буквально с нуля отремонтированная школа в селе Катнахпюр, Котакской области Армении. И каждый раз, когда я вижу вот такие объекты, которые были в ужасающем состоянии и превратились вот то, что мы сейчас видим за моей спиной, меня это, конечно, очень радует. Почему? Потому что это не только новое красивое здание, это не только новые футбольные и волейбольные поля вокруг школ, да, и учебных заведений. Это и, конечно, абсолютно новая техника. Ранее мы вам показывали в других учебных заведениях и кабинеты химии, и физики, и многое другое. И когда это происходит в селе, да, это, знаете, как чудо для этого села. Почему? Потому что в отличие от европейских стран, в отличие от многих стран, которые уже давно встали на ноги, Армения, к огромному сожалению, до 2018 года в буквальном смысле стиралась вообще с лица земли. Это не преувеличение, потому что мы же видим, да, все эти 7 лет, что только строятся дороги. Но это же абсурд, да, строить только дорогу. А если нет дороги, то и нет ни черта другого. Вот. Я думаю, что все наши подписчики это прекрасно понимают и радуются вместе с нами искренне. В том числе, конечно, я хочу поблагодарить всех обычных рабочих, которые все 7 лет работают. И, конечно, наш морспет Аран, нашего морспета, который следит за тем, чтобы вот все эти работы происходили своевременно, несмотря на то, что некоторые люди задерживают, некоторые крадут, но это уже дело следственных органов. Ну а мы будем поддерживать, и я думаю, что вот эти видеоролики тоже приносят огромную пользу. До новых встреч. Մարզում շարունակում ենք մեր նկարահանումները Զովք գյուղն է, որտեղ կառուցել են նոր մանկապարտեզ 0-ից եւ դա շատ ուրախալի փաստ է։ Ես ուրախ եմ ձեզ հետ միասին, ովքեր ապրում են Զովք գյուղում եւ ընդհանրապես գտնում եմ, որ ամեն անգամ երբ մենք պատմում ենք նոր մանկապարտեզ է կառուցել, նոր ճանապարհներ, մենք հասկանում ենք, որ մի քայլ էլ առաջ արեցինք եւ ամեն մի քայլը մեզ տանում է դեպի փայլուն ապագա։ Ձեզ հետ միասին նորից եմ ուզում հիշեցնեմ, որ բոլորս պետք է մեր հարկերը մուծենք, քանի որ գիտեմ, որ մեր հետևորդների մեծ մասը չեն սիրում հարկերը մուծեն, բայց հարկերից ենք, չէ՞, մենք կազմում բյուջեն եւ սա դատարկ խոսքեր չէ, օրինակ ես ամեն ամիս 2 հատ հարկ մուծում եմ եւ դա անելու եմ միշտ, քանի որ գիտեմ, որ դրանից է կազմում մեր բյուջեն եւ եթե կառավարությունը չունենա հնարավորություն ֆինանսական չի կարա կառուցի այս դպրոցները, մանկապարտեզները։ Ասեմ, որ Կոտայքի մարզում ահագին աշխատանքներ է շարունակվում հենց հիմա, երբ ձյուն է գալիս, բայց էլի օրինակ Չարենցավան գյուղում մենք տեսանք վերջի սյուժեներում, որ շարունակում են աշխատել եւ նաեւ մենք ենք շարունակում աշխատել, քանի որ սենց է 365 օր է տարվա ընթացքում եւ բոլորս պետք է առավոտից երեկոյան ամեն ամիս, ամեն օր աշխատեք, որպեսզի Հայաստանը լինի ավելի ուժեղ։ Շնորհակալություն եմ հայտնում մարզպետարանին եւ ընդհանրապես մարզպետարանի խմբին, ովքեր մեզ օգնում են այս նկարահանումները կատարենք եւ շնորհավորում եմ Զովք գյուղի բնակիչներին, ձեզ հետ միասին ուրախանում եմ, որ ձեր երեխեքը հիմա գալիս են եւ գալու են այս ձևի հիանալի հրաշալի մանկապարտեզ։ Բոլորիդ բարի օր, բարի առավոտ, բարի երեկո։ Եթե դուք նայում եք այս վիդեոն, ուրեմն ուրախ եմ ձեզ բոլորին ողջունել, ասեմ, որ մենք գտնում ենք Ջրվեժ գյուղում, Կոտայքի մարզն է, նոր մանկապարտեզ այս գյուղում 0-ից կառուցած եւ ասեմ, որ գյուղացիները շատ ուրախ են, երջանիկ են, քանի որ վերջին 30 տարին ընդհանրապես չի եղել
այս ձևի մանկապարտեզ եւ ուզում եմ նորից հիշեցնեմ, որ բոլորիս համար շատ կարեւոր է, որ մեր կյանքի որակը բարձրանա եւ այդ որակը բարձրանում է վերջի 7 տարին։ Մենք ձեզ հետ միասին պետք է ավելի շատ աշխատենք, ավելի շատ հարկեր մուծենք բյուջե, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի շատ այս ձևի մանկապարտեզ կառուցի, ավելի շատ դպրոց, ավելի շատ ճանապարհներ եւ դա անելու ենք մենք ձեզ հետ միասին։ Նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիդ եւ բարի առավոտ եմ մաղթում այն մարդկանց, ովքեր առավոտյան են նայում այս վիդեոները, ասեմ որ տարբեր երկրներում են նայում, տարբեր քաղաքներում, այնպես որ ես չգիտեմ երբեք դուք նայելու այս վիդեոն, բայց ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ որ դուք կաք եւ մենք ձեզ հետ միասին տարածում ենք այս վիդեոները, որպեսզի մեր եղբայրները եւ քույրերը տեսնեն ինչքան է զարգացել Հայաստանը եւ զարգանում եւ վստահ եմ որ դուք ինձ հետ միասին սրտանց ուրախանում եք։ Մինչ նոր հանդիպում։ Ցուցադրենք ինչ մեծ աշխատանքներ ա կատարվում ամբողջ Հայաստանում։ Հիմա գտնվում ենք Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայրի մարգեր, որ ամբողջ Հայաստանում ամեն ինչը վերակառուցվում։ Թե դպրոցները, թե մանկապարտեզները, թե սպորտ դպրոցները, թե ճանապարհները, ամբողջովին։ Ես դա չեմ ստում, որովհետև ես ինքս եմ գնում այդ ամեն ինչը տեսնում եմ։ Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ կան, որ ինձ կարող է չհավատան, թող իրանք էլ գնան, այս ամեն ինչը տեսնեն, նկարեն։ Всем доброго утра, доброго дня, в зависимости от того, где вы будете смотреть и в какое время суток. Село Нор-Аргел Котайской области Армении, где мы снимаем еще один новый детский сад. Конечно же, мы не раз уже говорили о том, что строительные работы продолжаются и выполнены по всей территории Армении. Это 10 областей. Сюникская область, Файоздор, Армавирская область, Ширакская область, Лорийская область, конечно, Арагадзотан и, конечно, Котайская область, где мы сейчас находимся. Почему для нас очень важны села? Потому что, как вы знаете, у нас почти 1000 сел и 33 городов в Армении, и каждое село на самом деле очень-очень дорого, тем более, что на протяжении многих десятилетий в селах никто не вкладывал ни одной копейки. На самом деле они в буквальном смысле разрушали села Армении. Вот дороги, освещение, водохранилища, заводы, фабрики и детские сады – это стратегически важно для каждого жителя. Почему? Потому что каждый человек имеет право в хороший садик, в хороший дом культуры, в хорошую спортивную школу, сдавать на учебу своих детей и быть спокойным, что их качество жизни будет таким же высоким, как у других детей в Ереване или в любом другом крупном городе нашего региона или мира. Ну и вообще, собственно, когда мы говорим о процветании, вот процветание зависит в первую очередь от образования, от учебы, каким мы видим через 20-15 лет детей Армении и сел Котайской области. Эту работу правительство и Марспетаран продолжат. Следите за нашими видео. И спасибо, что делитесь моими рилсами у себя в сторис, в ленте. Для меня это стратегически важно. Всем большой привет. Это село Нор-Артамет, Котайская область Армении. Собственно говоря, община Чарин-Саван, которую мы продолжаем снимать. И сегодня я вам рассказываю о том, что совершенно с нуля была построена новая система, которая позволяет нашим детям ходить в потрясающий новый детский сад. Вот этот новый детский сад, о котором мечтали и дети, и родители, конечно же, появился примерно 1,5 года тому назад. Но вот за эти 1,5 года, как рассказали сельчане, буквально мы до начала съемок беседовали с дамой, абсолютно новая жизнь. На самом деле новый объект и новые объекты в селах Армении – это то, что очень-очень нужно каждому жителю. Почему? Потому что когда у тебя есть дороги, освещение, водохранилища, новые школы, новые сады, новые медицинские центры, в итоге ты понимаешь, что самое классное место, где нужно жить, это, конечно же, области Армении, где, кстати говоря, воздух намного чище, чем в Ереване. Еще раз благодарим команду нашего Марспетарана, которые вместе с правительством продолжают уже все эти 7 лет вести вот эту планомерную работу по восстановлению и строительству новых объектов, что, несомненно, повышает качество жизни. И еще раз напомню, что в условиях гибридной войны мы продолжаем снимать на русском языке, в том числе наши сюжеты, чтобы многие наши русскоязычные армяне видели, что у нас происходит в стране. Всем большой привет! Это детский сад Лусабац, который прямо сейчас ремонтируется. Город Чарин-Саван, Котайской области Армении. Многие наши подписчики
постоянно спрашивают, что происходит в Котайской области. Мы очень давно не снимали Котайк. Почему? Потому что были очень загружены работой в Лаурийской области. Сегодня та программа, которая утверждена и вообще проделана за последние 7 лет, действительно впечатляет. И мне кажется, что вот те ремонтные работы, которые сейчас к весне завершаются в Чарен-Саване, в Раздане, в Абовяне, это стратегически важная работа, потому что часть садиков строится с нуля, а часть садиков, как вы знаете, ремонтируется. Соответственно, кроме генерального ремонта, здесь будет совершенно новая техника, новая мебель, и дети, которые ходят в детские сады в спальных районах Чарен-Савана, заслуживают самых лучших условий. Я думаю, что вместе с нами радуются наши подписчики, неважно, где они живут, в Ереване, в Сюнике или в Анадзоре. И, конечно же, армяне диаспоры. Напомню, что большое количество информации будет сейчас и на русском языке, потому что у нас очень много русскоязычных армян. И до выборов максимально большое количество информации, которая будет предоставлено нашим подписчикам, чтобы каждый понимал на все 100%, что произошло и что происходит в Армении за последние 7 лет, когда страна в буквальном смысле с нуля строится и восстанавливается, и делается это за счет наших с вами налогов и за счет труда вот простых рабочих, которых вы сейчас видите у себя на экране. Всем доброго утра, это детский сад Титерна, город Чарен-Саван, Котайская область. Здесь правительство продолжает восстановительные работы, строительные работы и ремонтные работы. В данном случае в этом садике генеральный ремонт всего здания. На протяжении многих десятилетий здесь была действительно жуткая ситуация. Сегодня мы можем сказать, что этот детский сад буквально через некоторое время будет сдан окончательно, и дети в этом спальном районе Чарен-Савана сумеют ходить в потрясающий новый современный детский садик. Это входит в ту программу 500 и 300 школ и детских садиков, которые строятся с нуля или ремонтируются. Напомню, что премьер-министр Армении уже говорил про то, что будет принята новая программа, потому что уже эта программа завершается, подходит к концу. И, собственно говоря, мы должны помнить, что все, что сейчас построено и строится за эти 7 лет, это то, чего не было в Армении, то, что было разрушено, то, до чего ни у кого не доходили руки. Пока все занимались грабежами, чиновники, представители карабахского клана, вот вся наша страна, включая Чарен-Саван, были в ужасающем состоянии. Хочу отдельно поблагодарить работников нашего Марс-Петарана, которые, не покладая рук, тоже стараются привести в порядок всю Котайскую область, и продолжаем наши съемки по всей области. Всем доброго утра! Мы находимся в городе Раздан, Котайской области Армении. Как мы и говорили, на армянском и на русском обязательно мы снимаем сюжеты. Почему? Потому что перед выборами продолжается гибридная война против Армении, которая, собственно говоря, по-моему, никогда не приостанавливалась, но тем не менее сейчас ее темп усилился, и, соответственно, мы должны возвратиться в какой-то части к русской аудитории. Почему? Потому что кроме коренных жителей Армении, в Армении проживает очень много русскоязычных армян. Это армяне из Азербайджана, которые переехали после 1988 года. Это армяне Грузии, которые приезжают, уезжают, имеют влияние на, соответственно, своих родных армяне России, которым, конечно, интересно узнать, что происходит в Армении. Целый океан объектов за 7 лет уже восстановлен, уже построено много чего и продолжается строительство. И сейчас мы снимаем очередной такой объект в городе Раздан. Мы видим новый детский сад, практически новый, потому что все, что здесь было внутри, просто невозможно было видеть, смотреть на это. Все почти было в разрушенном состоянии. Сегодня это абсолютно полностью отремонтированный новый детский сад, который встречает детишек и их родителей. С большим удовольствием я продолжаю снимать эти ролики, сюжеты, и, конечно, очень надеюсь, что вы радуетесь вместе со мной. Это наши налоги вместе с вами, которые мы платим, которые я плачу как гражданин этой страны. Это наши старания, старания наших рабочих, бригадиров и, конечно, огромная работа Марс-Петарана и правительства Армении. Этот процесс продолжается ударными темпами до тех пор, пока все не получат новые садики, школы, дороги, водохранилища, заводы и фабрики. До новых встреч, следите и делитесь, не забывайте. Детский сад номер 6 города Раздана, который я сейчас снимаю для всех моих подписчиков. Друзья, здесь в Раздане, в Котайской области, все 7 лет продолжаются восстановительные и строительные работы для того, чтобы
Раздан жили совершенно в другом городе. И это происходит, потому что качество жизни растет в буквальном смысле каждый день, каждую неделю и каждый месяц. Так же, как и во всей Котайской области и во всей Республике Армения. Я рад сказать, что вот в детском садике номер 6 полностью завершен генеральный ремонт. Это совершенно новые условия, это комфорт. И, конечно, дети, которые приходят в этом спальном районе, в этот детский сад, они совершенно себя по-другому чувствуют и чувствуют себя по-другому их родители. Каждую хорошую новость мы с большой радостью сообщаем вам для того, чтобы поднять ваше настроение. И в это морозное зимнее утро, зимний день, в зависимости от того, в какое время суток вы будете смотреть этот репортаж, я дарю вам позитив и надеюсь, что этот позитив повысит вам иммунитет. До новых встреч в Котайской области. Это Չարենցավան, Раздан, Ծաղկաձոր и Абովյան։ Բոլորիդ բարի առավոտ, նշեմ, որ մենք գտնվում ենք Կոտայքի մարզում, Ռազդան քաղաքն է, համար 12 մանկապարտեզ, հենց հիմա այստեղ աշխատանքները շարունակվում է եւ ուզում եմ նշել, որ մեր կայքերում դուք երևի հետևում եք բոլոր սյուժեներին, որը մենք նկարել ենք արդեն Լորի մարզում, Արագազոտնի մարզում եւ այո, հիմա մենք շարունակում ենք Կոտայքի մարզում մեր աշխատանքը, նաև հիշեցնեմ, որ Աբովյան քաղաքն եք նկարելու, Չարենցավան, Ծաղկաձոր, ահռելի աշխատանք, երևի չգիտեմ, մոտավորապես 200-300 սյուժե մենք կարանք նկարենք մենակ մոտակա ամիսներին։ Չնայած որ հիմա ցուրտ է, բայց տեսնում եք, որ մենք Երևանից ավտոներով անպայման որոշել ենք գանք ու նկարենք, որպեսզի անպայման այդ Կոտայքի մարզից սյուժեները տարածվի մեր կայքերում, մեր խմբերում, նաև կիսվեք դուք, հարգելի բարեկամներ։ Ասեմ, որ այս մանկապարտեզը շատ կարևոր է, քանի որ տենում եք ինչքան տներ կա եւ աջ կողմից եւ ձախ կողմից, այսինքն այստեղ ահագին երեխաներ կան, ովքեր տարիներ, տարիներ, այսինքն 88 թվականից այստեղ ընդհանրապես ոչ մի աշխատանք չի գնացել եւ տենում եք ինչքան մեծ շենք է եւ այս մեծ շենքում ահագին երեխաներ են գալիս մանկապարտեզ, մինչ հիմա գալիս են եւ վատ պայմաններում են մնում։ Շատ կարևոր է, որ բոլոր մեր մանկապարտեզները լինեն լավ վիճակում եւ հույսով եմ, որ մինչեւ գարունը կվերջացնեն այստեղ աշխատանքները եւ բոլոր ծնողները կուրախանան մեզ հետ միասին։ Մենք շարունակում ենք մեր նկարանները, հետևեք մեզ եւ նորից եմ կրկնում անպայման կիսվեք այս վիդեոներով, ուրախանում եք ռազդանցիների հետ միասին եւ նորից շնորհակալություն եմ հայտնում մարզպետին եւ մարզպետի աշխատակազմին, ովքեր մեզ օգնում են նկարահանենք այս օբյեկտները։ Мы находимся в Котайской области Армении, это детский сад номер 11, генеральный ремонт, буквально вот можно сказать с нуля, стены, окна, все было отремонтировано. Это тоже спальный район города Раздан. Я напомню, что Котайская область это Абовյան, Раздан, Ծաղկաձոր, Չարենցավան, большое количество населенных пунктов, сел. И сегодня я очень рад, что несмотря на холод, на зиму, мы все равно разъезжаем по городам Котайской области, чтобы показать тот огромный объем работы, который выполнило правительство и общины здесь, в этой Котайской области. Многие наши сюжеты на армянском языке, в некоторых у нас Эрик Кроян, который вообще-то снимает свои сюжеты в Лорийской области, но одновременно поддерживает Котайскую область. И, собственно говоря, мы много раз говорили про то, что детские сады, школы, водохранилища, дороги, освещение, новые фабрики и многое-многое другое, что строится и построено, это стратегически важно для нашей страны, для нашего народа, потому что всего этого не было до сей поры. Здесь необходимо отметить, что мы должны ценить работу каждого рабочего, каждого бригадира, несомненно, марспетарана, которые держат кулаки за то, чтобы как можно быстрее все это восстановить и построить. И, конечно, новые садики – это новые полицейские, новые врачи и новые граждане, которые, соответственно, будут намного лучше, чем 7 лет тому назад. Բոլորիդ բարի օր, բարի առավոտ, բարի երեկո, եթե տարբեր քաղաքներում եւ երկրներում եք նայում։ Նշեմ, որ մենք շարունակում ենք Կոտայքի մարզում նկարահանել այն օբյեկտները, որը կառուցվել է վերջի 7 տարին եւ նաեւ կառուցվելու է նոր 2026 թվականին։ Աղավնաձոր գյուղն է, ինքը մտնում է Ծաղկաձորի համայնքի կազմը։ Այս մանկապարտեզը, որը վերանորոգվել է եւ այսօր ուրախացնում է բոլոր ծնողներին, ովքեր
ունեն հիմա հնարավորություն իրանց երեխաներին բերեն այս ձևի հոյակապ հրաշալի մանկապարտեզ։ Ընդհանրապես ասեմ, որ գյուղերում կյանքի որակը բարձրացնելու համար մենք պետք է ահագին ջանքեր ծախսենք եւ ծախսում ենք այդ ջանքերը։ Առանձին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր մարզպետարանի աշխատակիցներին Կոտայքի մարզի եւ ես ուրախ եմ, որ հիմա մենք ունենք հնարավորություն տարբեր քաղաքներում Կոտայքի մարզում, դա լինելու է Աբովյանը, դա լինելու է Ռազդանը, դա լինելու է նաև Չարենցավանը եւ Ծաղկաձորը եւ Ծաղկաձորի օրինակ գյուղերը, այսպիսի Սիրուն գյուղի նման։ Ես ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք պատմենք մեր հետևորդներին տարբեր կայքերում, տարբեր խմբերում։ Նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր բլոգերներին, ովքեր Ամերիկայում են գտնվում, Եվրոպայում եւ տարբեր քաղաքներում եւ երկրներում, ովքեր կիսվում են այս վիդեոներով։ Մինչ նոր հանդիպում բոլորին բարի օր Կոտայքի մարզից, այսօր մենք գտնվում ենք Ռազդան քաղաքում, ասեմ, որ այստեղ Կոտայքի մարզում կառավարությունը եւ մարզպետարանը խոշոր աշխատանքներ են շարունակում, որպեսզի բոլորի կյանքի որակը բարձրացնենք եւ դա մենք անում ենք ձեզ հետ միասին։ Ժողովուրդ ջան, նշեմ, որ շնորհակալ եմ, որ դուք շարունակում եք կիսվել մեր վիդեոներով տարբեր կայքերում, տարբեր խմբերում, ձեր ստորիցներում եւ այսօր այս նոր դպրոցը, որ ուզում եմ ձեզ ցույց տամ, թիվ համար 2, մենք բոլորս ուրախանում ենք, երբ եւ Ռազդանում, եւ Չարենցավանում, եւ Ծաղկաձորում, եւ Աբովյանում տեսնում եք, որ նոր դպրոցներ ա կառուցվում, նոր ճանապարհներ, նոր ջրամբարներ, եւ դա մենք անում ենք ձեզ հետ միասին։ Շատ կարեւոր է, որ մենք շարունակենք մեր հարկերը ծախսել կոնկրետ նոր օբյեկտների վրա, դրա համար պետք է մենք բոլորս միասին մի հատ ընտանիքի նման ուրախանանք, կառուցենք եւ շարժվենք դեպի առաջ, որպեսզի բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում լինեն այս ձևի նոր դպրոցներ եւ ես շնորհավորում եմ ռազդանցիներին եւ ուրախանում եմ ձեզ հետ միասին։ Մինչ նոր հանդիպում եւ հետեւեք մեզ, մենք ձեզ հետ միասին շարժվում ենք տարբեր քաղաքներով հիմա Կոտայքի մարզում, որպեսզի ցույց տակ ինչեր է կառուցվել եւ ինչ է կառուցվելու նոր 2026 թվականին։ Սետերի կրանա Երևանում ենք Մերգելյանի այգին է, որ էլի ամբողջովին վերակառուցվել է։ Զուգարան, ինքը անվճար է, բայց աշխատող ունի, այդ ամեն մաքրվում, ամեն ինչ արվում է, բայց անվճար ժողովրդի համար։ Դա շատ կարևոր ու շատ մեծ բան է։ Ես ուրան նույնիսկ զարգացած երկրներում չի, այգիներում անվճար լինում զուգարանից օգտվելը։ Իսկ այգին вообще հրաշք է, հրաշք։ Ու կենտրոնում չի, որ ասես կենտրոնում է, կենտրոնում էլ չի։ Երեխաների խաղահրապարակերով, գեղեցիկ նստատեղերով, նույնիսկ Երևանի կենտրոնում չի սենց եղել ժամանակին։ Իսկ հիմա պատկերացնում եք Երևանից կենտրոնում չի գտնվում ինքը, ու ինչ հրաշք տեղ է, հեքիաթային տեղ է։ Մանավանդ որ մի քիչ մութ հալնում ես լույսերն էլ լրիվ միացնում են աննկարագրելի գեղեցկություն անում, աննկարագրելի։ Պետք է այս ամեն ինչը գալ, տեսնել, վայելել, դամար խորհուրդ կտամ կական Մերգելյանի այգում նաև ձեր երեխաների հետ ժամանակ անցկացնեք եւ քայլեք։ Հիմա Ալավերդիում ենք գտնվում ու մանկապարտեզ է, հետևումս տեսնում եք ինչ գեղեցկություն է, ինչ լավ մանկապարտեզ է։ Սա Ալավերդու բնակելի բնակավայրերից, եթե չեմ սխալվում, 29 բնակավայրի մոտ է գտնվում։ Շատ ուրախ են Ալավերդու ժողովուրդը ես տեսնելով։ Մենակ Ալավերդու չի, ինձ թվում է յուրաքանչյուր հայ ուրախանում է, որ տեսնում է, որ իրանց երեխաները գալու են սենց բարձրակարգ վայրերում կրթվելու։ Ինչպես միշտ էլի արևային պանելները կան, նորից արևային էներգիայով է սնվում, այս փոփոխությունները մեզ տանելու է զարգացման ու հզորացման։ Եվ նորից ուզում եմ կրկնեմ, որ այս դպրոցների ու մանկապարտեզների էֆեկտը 10-15 տարի հետո է երևալու, որ մեր երեխաները հիմա սենց որակով վայրերում կրթվեն, 10-ից 15 տարի հետո իրանք լինելու են որակով զինվորներ, որակով իրավաբաններ, որակով ոստիկաններ, որակով ինժեներներ, շինարարներ, այդ ամեն ինչը այդ որակը տալու է ու սկսելու է տալ այս դպրոցներից ու մանկապարտեզներից։ Ամենակարևոր բանն է, որ հիմա արվում է մեր հայրենիքում ու դա շատ գովելի եւ ուրախալի է։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, բան չի փոխվել։
Երևանում եմ, մեր սիրելի մայրաքաղաքում Շենգավիթում Արիացիա թաղամասում։ Եկել ենք սենց մի հատ հայատ, հա, շատ մեծ, շատ բնակիչներով ու ամբողջ հայաթը մենակ այս մեկը չի, որ սենց է, կողքն այն մի կողքնա ոտքով գնում ես, էլի կա ու ամբողջությամբ այս հայաթի մեջ այս սենց այգիներ է, որ համ երեխաները կարան զբաղվեն, համ մեծահասակները կարան զբաղվեն, համ էլ պապիկ-տատիկները կարող են գալ նստել, հանգստանալ, իրան ժամանակը անցկացնել։ Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել Տիգրան Գաբրիելյանին, թաղապետին, որ ինքը մեզ աջակցեց այս նկարահանումների ժամանակ եւ իր թիմից մարդիկ են մեզ ուղեկցում, այս ամեն ինչը ցուցադրում։ Այս մեծ գործերը ցուցադրում։ Հիմա գտնվում ենք Ալավերդու ու Սանահինի ճանապարհին, որը նորից վերակառուցվել է։ Շնորհակալ այստեղ նորմալ ճանապարհ չի եղել, այստեղ նույնիսկ զբոսաշրջիկների համար շատ լավ կարևոր վայրեր ա եղել, մարդիկ տեղը չեն էլ իմացել, ասեմ իմանաք, աղի քարանձավներ են ասեմ, որ ինքը շատ առողջար արել է, կարող եք գալ, մտնել այդ քարանձավը, շնչել այդ օդը, ովքեր քթի, կոկիտ, կոկորտային պրոբլեմներ են ունենում հաճախ անգինայով հիվանդանում են, որ այդ քարանձավների մեջ մի քանի րոպե մնան շնչեն, բայց մի քիչ հաճախականությունով ես լսել եմ, որ բուժկության մեջ ասում են շատ ա օգնում։ Եվ անցնելով այս քարանձավի, աղերի քարանձավի թեմային, ասեմ, որ Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում հյուրանոցներ կան, տուրիստական, զբոսաշրջիկական վայրեր կան։ Տեղեկացրեք, որ մարդիկ գալիս են հյուրանոց են գալիս, ասեք, որ օրինակ Ալավերդիում կա աղի քարանձավ, շատ լավ գեղեցիկ հետաքրքիր վայր, ասեք, որ Ստեփանավանում կա դենդրոպարկ, որտեղ շատ կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ կան, ասեք, որ Վանաձորում կա հանքային ջուր, մայմեղսար, Դսեղում, Դեբետում, շատ գեղեցիկ հյուրատներ կան, շատ գեղեցիկ ձորեր կան, որ այդ ձորերից տեսարանները աննկարագրելի են, դա պետք է ինքներդ տեսնեք։ Մեկդ մասին պատմեք, մեկով ուրախացեք։ Ձեզ հետերի կրանն է, հիմա գտնվում ենք Երևանի հեռավոր թաղամասերից մեկում, Արիացիայի թաղամասում ու ձեզ ասեմ, շատ զարմացած եմ, ոնց կարելի է այս տիպի մեծ աշխատանք կատարել, ճշտեցի, որ ստեղ եղել են անօրինական շինություններ շատ ու ամբողջովին քանդված ա եղել։ Իսկ հիմա տեսնում եք, կա նաև մեծահասակների համար մարզասարքեր, որ առավոտները կարան գան հանգիստ մարզվեն, երեխաների համար խաղահրապարակեր կա ու ինքը երևում է, որ շատ մեծ աշխատանք են արել, շատ։ Տենց է իրական Հայաստանի ապագան, տենց է մեր երկիրը դառնալու երկիր։ Դրա համար գնահատեք այս ամեն ինչը եւ շատ մեծ խնդրանք թե երեխաներին, թե մեծահասակներին այս թաղամասի, որ չփչացնեն, այլ պահեն նենց ոնց որ կա, որ ես մյուս տարի կամ այն մյուս տարի էլ գամ, տեսնեմ, որ ինքը լրիվ նոր վիճակում է։ Եվ իհարկե նախորդ շնորհակալություն եմ հայտնում այս ամեն ինչը գնահատելու համար։ Եվ եկեք ձեզ ցույց տամ այս հայաթի մեջտեղում ամբողջ հայաթի մեջտեղը վերակառուցված է, զրոյից։ Շինությունները քանդել են ու վերակառուցել են այս ամեն ինչը։ Մեծահասակների համար նստել, զրուցել, նարդի խաղալ, նույն ձև կա նաև երեխաների համար։ Բարելույց ձեզ, ես Երիկ Կռոյանն եմ, գտնվում ենք Սանահին վանքում, ինքը ոչ միայն որպես վանք եղել, այլ նաև որպես կրթական համալիր է եղել այս տարածաշրջանում։ Իսկ դուք գիտեք, որ մենք սիրում ենք կրթական համալիրները վերանորոգենք ու վերակառուցենք, դրա համար Սանահին վանքը նույնպես հենց այս պահին վերանորոգվում է ամբողջությամբ։ Ավարտը մոտավորապես 27 թվականին կլինի։ Եվ գիտեք ինչն է ամենակարևորը, որ տարիներով, տասնյակ տարիներով ոչ մեկին չի հետաքրքրել Սանահին վանքը։ Իսկ հիմա մեր կառավարությունը իր ուժերով վերանորոգում է այս հիասքանչ պատմական ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման մեջ գտնվող Սանահինի վանքը։ Ու զարմանում եմ, դա ինչի պետք է հիմիկ արվեր, ինչի պետք է այս մշակույթը հիմիկ արվեր։
այս պատմությունը ինչի պետքա հիմիկ վերակառուցվեր, վերանորոգվեր։ Չի հետաքրքրել ոչ մեկին։ Ընդհանրապես ոնց չի հետաքրքրելի, որ սարքեն էս ամենը։ Լոռու մարզում ենք, հիմա Ալավերդիում ենք։ Լոռու մարզը դա Վանաձորն է, Սպիտակն է, Ստեփանավանն է, Ալավերդին է, Օձունն է, Դսեղն է, շատ մեծ մարզ ունենք ու շատ մեծ գործ է անում կառավարությունը։ Հիմա ես հետևից մասում Ալավերդու 12-րդ դպրոցի մարզասրահն է, ամբողջովին վերակառուցված է, ամբողջովին համապատասխանում է բոլոր ստանդարտներին, բարձրակարգ գործ արվում, սենց պետք է սարքել երկիրը։ Սա է մեր երեխաների ապագան, սա է մեր ապագան, ու պետք է այս ամեն ինչը գնահատել։ Եվ ինչ է ուզում ասեմ, Ալավերդին անցած տարի քաղետի գոտի ա եղել նույնձև երևի կհիշեք ջրհեղեղները, բացի այդ աշխատատեղերի պրոբլեմ ունի եւ մենք մեծ ուժերու մեծ ներդրումներ պետք է անենք Ալավերդին, որ Ալավերդին նորից ծնվի, նորից դառնա շատ գեղեցիկ, շատ զարգացած, ապահովված, տնտեսապես բարձրացած քաղաք։ Վերջ տարիներն Ալավերդի աշխատանքի պատճառով շատ հեռացել Ալավերդուց ու մեր ընդհանուր նպատակը նա է, որ այս քաղաքը զարգացնելով այդ մարդկանց հետ բերենք։ Այդ շատ ինքը շատ հոյակապ տուրիստական քաղաք կարա դառնա, շատ գեղեցիկ վայրեր ունի, շատ հետաքրքիր տեղեր կան, որ ներդրումներ կարողանանք բերենք իր տուրիզմի շատ բարձր որակ ունենա։ Ինքը ունեցել է ստե Ձուլարանը շատ ծանր վիճակում է հիմա, տեղյակ չեմ աշխատում, թե չի աշխատում, հենց այդ պատճառով Ձուլարանի չաշխատելու պատճառով շատ մարդիկ հեռացել են։ Հիմա պետք է մենք մտածենք ոնց անենք, որ ստեղ լինեն ներդրումներ, թեթև արդյունաբերություն լինի, ինչ որ մանր գործարաններ բացվեն ստեղ, որպեսզի մեր Ալավերդին, մեր գեղեցիկ Ալավերդին դառնա հզոր, անկոտրում քաղաք։ Մենք հիմա գտնվում ենք Սանահին բնակավայրում եւ աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է իմ հետևում։ Ու մենք եկել ենք շատ բարձրակարգ ճանապարհներով։ Այս Ալավերդու բոլոր ճանապարհները, Սանահին բնակավայրի բոլոր ճանապարհները սարքված են բարձրակարգ եւ բարձրորակ։ Ու դա շատ կարեւոր է ինչի համար, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան հանգիստ գալ եւ նայել Հայաստանի լավագույն եկեղեցիներից մեկը։ Ու որ մասերով է որ գնաք, ամբողջովին ճանապարհները սարքված են։ Ու դա սարքել է մեր պետությունը, մեր կառավարությունը, որը բոլորը գիտեք միլիարդավոր գումարներ ա ծախսել, միլիարդավոր դրամներով գումարներ ա ծախսվել նրա համար, որպեսզի մենք ունենանք բարեկեցիկ բարձրակարգ ճանապարհներ։